Okay, ժողովուրդ, երկրորդ վիդեոից ինչ մնաց։ Աստեղ exercise-եր կան, հա։ Չի տեսել։ Լարեցես։ Մենք անցած անգամ մի թեթև ստեղից թռնելով ինչ-որ բաներ նայեցինք ու ուզում եմ հասկանամ այս սրա հետ ինչքանով եք օքեյ ես երկրորդ վիդեոյի քոնթենտի։ Ես վիդեոյի առաջին մասում բան կարևոր եւ մանցանաս քննարկել եմ, որոնք համավորված Քասում եմ շուտ այլվանների կապաշոս դիսկոմի կարող ինձ փորձեցի հասկանալ։ Կհիշեք Ռոպեն։ Ռոպեն կհիշեք։ Բա ոնց անենք։ Դες բաներ Ռոպեով ասեք, որ ինչ էր անում, ուրեմն հաշվում գումարները Հա, գումարներն էր հաշվում, փոքրուց սարքելու բան։ այդ որտեղ էր ժողովուրդ։ Ուզում եք այդ հարցը պահեք մյուս անգամ, որ Ռոպեով ասեք, կամ փորձեք հիմա գտնեք, որ գտնեք նայենք։ Ուրեմն այս երկրորդ վիդեոյի իմաստը այն էր, որ մենք բայգրամ մոդել սարքեցինք, մի հատ աշկաշափով, այսինքն առանց ոնց որ neural network-ի, չէ, ուղղակի ստատիստիկայով։ Հետո մի հատ նեյրոնային ցանցով փորձեցինք այդ ստատիստիկան սովորել։ Okay, սրա հետ անցնենք առաջ։ Սրանից հետո գալիս է երրորդ վիդեոն։ Նայել եք։ Լսում եմ ձեր հարցերը։ Շլապն ամեն ինտերնետը։ Ինչ չի բացում։ Պետք է multi-layer perceptron սարքենք ու ոնց որ մի հատ machine learning-ի pipeline-ը ծայրից ծայր նայենք էլի, հա։ Ինչ է նշանակում train անել, learning rate բռնացնել, hyperparametrերի հետ խաղալ, evaluation-ը, split-երը, բայց շատ դժվար։ Երրորդ վիդեոյի մասին է։ Շաս։ Հինգու։ Okay։ Շատ լավ։ Հենց անայ։ Այսպես ինձ անենք, որ ինտերնետը ելնի, որտեղ սենց հեռու չեն գնա, quality-ն իջացրեց 240, որ կարանցից նա, այդ գիտեք չէ, որ YouTube-ի ապը հասկանում ոնց որ ինտերնետի արագությունը փորձում եմ բռնացնել էլի։
Իպա մտածել եմ, այդ ոնց են անում, ինքան էլ տեղական հայտ չի էլի, ոնց պետք է այդ ճիշտ հաշվես, որովհետև ոնց որ համոզում ես, այնքան իջացնես, որ չկանգնի, սահուն գնա, թե ամեն շատ չիջացնես էլի, որ եթե հնարավոր էր ավելի բարձր որակի նայել, Սայնը մի տեսակ հեչ լավ չի, ինչի՞ց հա, And we are taking three previous words and we're interpreting the fourth word in the sequence. Now, these three previous words, as I mentioned, we vocabulary 17,000 possible words. So every one of these basically are the index of the incoming word. And because there are 17,000 words, this is an integer between 0 and 16,990. Now, there's also a lookup table that they go to. This lookup table is a matrix that is 17,000 by, say, 30. And basically what we're doing here is we're treating this as a lookup table. And so every index is Okay, հայք, ոնց են որոշում են չափեր, ամենից չափին, բարարանի չափը, այս դեպքում ոնց որ չենք էլ որոշել, չէ, ինչ եղել այլ այդ 17,000-ը մեր ձեռքը չէր։ Հայ 17,000-ը այս հոդվածում։ Ահա, հիմա այս հոդվածում նենց են ստացվել, որ 17,000 բառ է։ Okay, այդ մեր ձեռը չի։ Հիմա եթե մենք ուզենանք այդ 17,000-ին ոնց իրան էնկոդ անենք, օրինակ եթե one hot-ով են գրում, ինքը դառնում է 17,000 չափանի վեկտոր, ու ոնց որ կարելի է, չգիտեմ, ասենք սաղ ցանցը սարքել ամեն ինչի մի 17,000 չափանի, բայց շատ մեծ է։ Հա, դրա համար մենք ունենում ենք մի հատ ցանցի համար չափ, որը որոշում ենք, թե մեր ցանցի ներսում ամեն տառը կամ ամեն օբյեկտը ինչ չափանի վեկտորով ենք ուզում պահենք։ Ոնց որ ինչքան քիչ, այնքան արագ, բայց որ շատ քիչ էլ լինի, կարող է այդ քչության մեջ չկարողանանք տեղավորել մեր ուզած ինֆորմացիան։ Հա, սաղ աշխարհի գիտելիքը դժվար է 64 չափանի վեկտորի մեջ տեղավորել, պետք է մի քիչ խելամիտ լինի, էլի։ Հա, դժվար է այս ուղղակի տենց որոշել։ Ասենք որ նայեք պրակտիկայում ինչ են անում, հիմիկվա տրանսֆորմերներում, կարծեմ վեկտորի չափը, ասենք բերտում բանում եղել է 760 չափանի, ամեն թոքենի համար, այսինքն ամեն բառը ցանցի ներսի շերտերում արտահայտված է 760 չափանի վեկտորով։ Լինում են ավելի մեծ բաներ, ասենք 1000, 2000, ասենք ես հիմիկվա շատ մեծերում, ես GPT-3, 4 եւ այլն, այդտեղ ինձ թվում է 4000 է նույնիսկ լինում։ Հա, դա լավ մեծացրել է։ Այդ մեծացնելու միանգամից կտրուկ պրոբլեմ ինչի մեջ է, որ եթե երկու layer ունես, այս layer-ում էլ ասենք 1000, հաջորդ layer-ում էլ պետք է 1000 լինի, այդ դրանց արանքը եթե մատրիցով ես բացում պատկերի սովորական linear layer-ը լինելու, այդ նշանակում է 1000 անգամ 1000 weight matrix։ Հա, այսինքն իրականում եթե մեջը տենց linear layer-ներ կան, այս քո ընտրությունից կախված քառակուսային հիշողություն մենակ մատրիցների համար ալնելու։ Հա, դրա համար ոնց որ վտանգավոր է շատ մեծացնելը։ Հիմա ինքը ստեղ ասում է, եկեք 30-ով բավարարվենք։ Հա, հիմա չոքեմ դեռ կարամ ավելի ինտուիցիա տամ, թե ինչի ասենք 30-ի կողմեր, էլի։ Նայեք, ոնց որ եթե 17000 բառ ունենք, 17000-ից
հենց 17000 չափանի եթե վերցնեինք, կստացվեր, որ ամեն բառի համար մի հատ ամբողջ dimension ենք տրամադրում։ Տարածության մի հատ չափողականությունը, մի հատ ամբողջ առանցքը այս բառին է վերաբերվում։ Դա շատ չափից շատ նոսր է ստացվում, էլի մեր եկեք նոսրով մտածենք։ Եկեք պատկերացրեք ունենք հարթություն երկու չափանյա ու ունենք երկու հատ կետ։ Այդ դեպքում ոնց է իրոք էս հարթության վրա կարող ենք երկու հատ գիծ քաշենք, այս մեկի վրա 0.1 կետում դնենք մեկը, այս մյուս մեկում 0.0 կետում են մյուսը։ Այդտեղ կստացվի, որ երկու կետ տարածության մեջ լավ դասավորեցինք, էս առանցքին նա այն առանցքին։ Դա շատ լենբոր վիճակ է։ Բայց այս եթե հարթության մեջ այդ քիչ է, էլի ոնց որ հարթությունը թույլ է տալիս ինչ որ կոմբինացիաներով էլ դնել բաներ, հա, ասենք կարող 0 մի բան դնել, 1 մի բան դնել։ Հա, այդքանը ունենք հանգիստ կարելի է կոդավորել, էլի ոնց որ ամեն առանցքի վրա վերցնեմ մի հատ փոքր արժեք, ասենք 0, մի հատ մեծ արժեք, ասենք 1-ը, ու այն մյուս առանցքում էլ երկու արժեք վերցնեմ, այդտենց գոնե երկուսի առանցքների քանակաստիճան data կկարանամ embed անել, հա, տեղավորեմ այս հարթության վրա, այս տարածության մեջ։ Հիմա արդյոք սրանից ավելի խիտել է հնարավոր։ Հավանաբար հնարավոր է, բայց ինչքան խտացնես, այնքան հետո դժվար է լինելու նեյրոնային ցանցի մյուս layer-ների համար կոնկրետ հասկանալ, որը նկատի ունեիր։ Օրինակ, եթե տարածության մեջ երկու բառ ունենան իրար շատ նման վեկտորներ, դժվար է լինելու նեյրոնային ցանցի այն մատրիցների բազմապատկումների համար դրանց տարբերակել, ասենք պատկերացրեք շամ վեկտորը ու կազմի վեկտորը իրար շատ մոտիկ են։ Ասենք 30 չափանի վեկտորներ են, որոնցից առաջի 29-ը նույն արժեքն է, 30-ն էլ, ասենք 1-ը 0.5-ը, 1-ը 0.6։ Եթե հետո ցանցի մեջ մի հատ ինչ-որ տրամաբանություն պիտի լինի նեյրոնային ցանցի, որ պետք է շան համար մի ձև աշխատի, կատվի համար մի ձև, այդ ահագին դժվար է լինելու, որովհետև ունենց մի հատ գործողություն պետք է անեք, որ այն 29 առանցքների վրա բավարար կապ չունենա ինչ է լինում, իսկ այս 30-րդ առանցքի վրա հենց այդ ոնց որ բաժանման գիծը 0.5-ի ու 0.6-ի անանքով անցնի։ Ասեն շատ նուրբ սահման է այդ երկու բառերի միջև, էլի դրա համար շատ խիտ դնելն էլ լավ չի։ Հիմա այս մարդիկ մտածում են, որ այդ 17000-ը կարելի է 30 չափանիի մեջ բավականաչափ ոչ խիտ դասավորել։ Հա, 30 չափանիի մեջ եթե այդ իմ ասած տրիվիալ ձևով անենք, ասենք հավանենք 0-ները այս կողմ, 1-երը այս կողմ, երկուսի 30 աստիճանը շատ մեծ թիվ է։ Հա, 17000-ը էապես ավելի քիչ է, քան երկուսի 30 աստիճանը։ Ստեղից ոնց որ կարաք ինտուիցիա ձևավորեք, որ երկուսի այդքան աստիճանը սոտիկի համարվում է շատ խիտ, ավելի նոսր անել։ Հա, ասենք 30-ը, 17000-ը, ինչքան է, ասենք երկուսի 15 աստիճան է երևի։ Իրենք վերցրել են դրանից երկու անգամ շատ չափողականություն, որ մի քիչ ավելի նոսր է լինի, քան երկուսի աստիճան, ոնց որ ամբողջ բանը, հա, որը հնարավոր կոմբինացիաներ են։ Ընդհանուր առմամբ այդ է տրամաբանությունը, որ չպետք է հենց շատ խիտ դառնան կետերը headspace-ում։ Որոշ դեպքերում խտությունը օքեյ է, եթե ասենք բառարանի մեջ կա շան հետ կապված 100 հատ բառ, որոնք իրարից այնքանը չեն տարբերվում, հոմանիշներ են, չգիտեմ ինչեր են, դրանք որ իրար շատ մոտ լինեն, ոչինչ չէ։ Հա, ոնց որ sense բաները եկան այդ ցանցը սովորելու ընթացքում կարող է լավ էլ տանի երկող շարի։ Նենց չանք որ ասենք շուն եւ գամփր բառերի այդ հեռուն են, հավանաբար կգան իրար մոտիկ։ Ու այդ օքեյ է։ Հիմա այտենց այդ շատ այդտեղ մաթեմ չեմ կարող ասեմ, էլի ոնց է դի կողմնորոշվել, ոնց նայել, հա, ես որ train եմ անում ինչ-որ բաներ, այտենց վեկտորի չափերը վերցնում եմ, ասում չգիտեմ 64, 128, 256 ու փորձում եմ տեսնել որն է լավը։ Հա, այտենց չի որ ձևի կողմնորոշվում եմ։ Ես վերջերս DeepMind-ից թողարկել էին մի հատ հետաքրքիր բան, որ երկրագնդի
ամեն հատվածի համար, երկրագնդը բաժանել ես այս կուբիկների, ամեն կուբիկի համար մի հատ վեկտոր են տվել, որի մեջ կա, որը ստացվել է մի հատ նեյրոնային ցանցով, իսկ այդ նեյրոնային ցանցի մոտքում տվել են երկրագնդի այդ հատվածի համար ինչ գտել են բոլոր հնարավոր ֆոտոներ, տարբեր սպուտնիկներից, տարբեր չգիտեմ ինչից, եղանակի տվյալներ են բերել, ես այնտեղ ինչ-որ այլ բան, ռելիեֆի նկարներ են բերել, կամ դատաներ էլի, հա, այդտեղ Սարաձորը, ինչ կարացել են հավաքել են, մի հատ նեյրոնային ցանց են սովորացրել, որ այդ կարող է սաղ խառնի իրար ու մի հատ վեկտոր տա, հաշվել են այդ վեկտորները բոլոր փառատուսիների համար երկրագնդի ու ռիլիզ են արել public։ Նեյրոնային ցանց չեն տվել, ասում են չենք տալի ցանցը, տվյալներն չենք տալի, բայց թե ցանցը այդ տվյալների վրա ինչ վեկտոր է տալիս, դա տալիս է։ Հա, ու տվել են ու չափը որոշել են 64։ Իմ համար շատ զարմանալի է, ասենք ես գոնե մի 700 գտայի, բայց իրանք որոշել են, որ 64-ը հերիք է, կամ կարող է ինչ-որ իրանք պատկերացնում են, թե դա ով է օգտագործելու, այդ ոնց որ AI գիտնականների համար չեն արել, այդ արել են այն մարդկանց համար, որոնք այդպես computer scientist չեն, իրանք աշխարհագրության մասնագետ են, իրանք GIS tool-երն են օգտագործում, ունդել ինչ-որ ML-ական գործիքներ մեջը կա, որ կարաս ռեգրեսիաներ անես, բաներ անես, իրանց համար ոնց որ էժան դատա են տվել, որ մարդ կարողանա քաշի օգտագործել։ Հա, որոշել են, որ 64 չափանի վեկտորը հերիք է։ Չգիտեմ, շատ լավ հարց է։ Տիգրանն հարցնում է, թե այդ ինչ կտորների են բաժանել, շուտ մի քանի կիլոմետր է երևի, կամ մեկին հարցնենք, որ կիմանա։ What is the grid cell size of alpha earth vectors? Գտնի 10 մետր, դա շատ տպավորություն։ Քիչ մնաց հավատամ։ Այդ դեպքում հասկանալի է, թե ինչի են 64 տվել, որտեղ մենակ ասենք Հայաստանի մասը որ քաշես, քանի հատ 10 մետր կա Հայաստան։ Այդ շատ հետաքրքիր է։ Ես կսպասեի 10 կիլոմետր։ Շատ հետաքրքիր է, մեկին հեշտացնում է մարդկանց կյանքը, էլի, որ պետք է ինչ-որ տարածքի հետ կապված գերնացի։ Չէ, սովորաբար բան են, ֆլոթեր են, սովորաբար 0-ի շուրջ, բայց ասենք -1-ից 1։ Որպես machine learning-ի մեթոդի մուտք։ Machine learning-ի մեթոդի մուտքը այդ դատան օգտագործում որպես։ Ասենք ես պետք է ինչ-որ բան սովորեմ, օրինակ։ Ասենք ես տարածքում արևային պանելներ կա, թե չկա։ Եթե միտեղից label data ունեմ, որ Հայաստանում այստեղ արևային պանելներ, այստեղ արևային պանելներ է, քաշում եմ այս վեկտորները տարածքների համար ու train եմ անում երկու կլասանի classifier։ Input-ում տալիս եմ այդ 64 չափանին, մի հատ linear layer եմ դնում, որի ելքում, ասենք, եթե +1 է, ուրեմն արևային պանել է, -1 է, արևային պանել չի։ Այս train եմ անում մի քիչ դատայի վրա, ունենում եմ արևային պանելի դետեկտոր, էժան, հեշտ, որ կարամ հետո սաղ աշխարհի վրա run անեմ։ Շատ է հեշտացրած կյանքը, էլի։ Հիմա այսօր մեկին դիպլոմային տվեցի, որ ստուգի, թե այս վեկտորները ոնց կարող են օգտագործվել այն խնդիրների համար, որոնց պատասխանը կախված է այդ օրվա նկարից։ Որտեղ հասկանում եք, թե այս վեկտորը իրանք մի անգամ հաշվել են, ասենք, այս տարվա համար։ Այդ նշանակում է, եթե այնց խնդիր լինի, որ օրինակ կարևոր է այս մայիսի 7-ին է նկարած, թե մայիսի 10-ին, ասենք ջհեղեղ է եղել։ Ուզում եմ իմանամ ջհեղեղից որ տարածքներն է ջրի տակ մնացել։ Այդ դրա համար ինձ պետք է կոնկրետ օրերի նկարներ։
Այս մոդելը օգտակար չի, որտեղ այս մոդելը ընդհանուր է, էլի մի հատ վեկտոր է այդ տարածքի համար կյանքի ընթացքում կամ այս տարվա ընթացքում, ոչ թե այդ օրվա։ Դրա համար ոնց որ այն խնդիրները, որոնք ժամանակի ընթացքում չեն փոխվում, ասենք այստեղ անտառա, թե լիճա, թե գետա, թե քաղաքա, այդպես բաների համար այս վեկտորները շատ հարմար են։ Էլ պետք չի ես թարմ լուսանկար բերեմ, որ իմանամ այդտեղ անտառա թե չէ, էլի դա պետք է փոխված լինի։ Բայց եթե նենց խնդիր է, որ ընթացիկ է, արդեն պետք է ինձ այդ օրվա նկար։ Հիմա դիպլոմայինը տվել եմ հասկանալ, թե այդ ընթացիկ խնդիրների համար այս վեկտորներից օգուտ կա, թե չէ։ Կարող է վերցնենք այսօրվա նկար, մի հատ ցանցով անցկացնենք ինչ-որ մի հատ վեկտոր ստանանք, դրան ավելացնենք այս վեկտորը, այսինքն մի հատ վեկտոր, որը այդ տարածքի մասին ընդհանուր վեկտոր է, կոնկրետ այդ օրվանը չի, այլ вообще, հա։ Այդ կօգնի AI-ին, թե չի օգնի։ Դենք ուզում հասկանանք։ Որտեղ կարող է պրինցիպի օգնի, չէ՞, ասենք դրա մեջ կարող է ինֆորմացիա լինի, թե այդ տարածքում вообще ինչ կար։ Այդտեղ ինչեր է լինում տարվա մեջ։ Կարող է այդտեղ կա էլի կարևոր ինֆորմացիա, ոնց որ ասենք, չգիտեմ, աշխարհագրագետին, որ ասես այս նկարը մի հատ նայի, բայց իրան համել ասես, որ այդ նկարը Տավուշի մարզում է, ինչ-որ բան գիտի էլի Տավուշի մասին, որ այնտեղ անտառոտ է, ասենք աշնանը պետք է այս գույները լինի երևի, փոխարենը եթե չգիտեմ, հարավային Աֆրիկայից տաս, որտեղ եղանակները թարսա, հարավային կիսագնդի, էլի մասնագետը բան կան, այսինքն այդտեղ հաստատ ինչ-որ գիտելիք կա էլի այս վեկտորներով, նույնիսկ այն խնդիրների համար, որոնք ժամանակային զգայուն են։ Այդ ուզում եմ մի հատ բացահայտենք։ Վերադառնալով սրան, ստեղ ինչ արած, ստեղ ասում է, որ մենք ինդեքսից, ամեն բառի համար ունենք իր ինդեքսը, պետք է այդ բառի համար վերցնենք իր վեկտորը, որը ընտրել ենք 30 չափանի։ Այս քայլում, այս առաջի ամենատակի շերտում գրած է lookup։ Lookup-ը այդ հասկանում եք այդ բառը որն է։ Ասած search է, էլի, հա։ Հանրագիտարանում մանգաս կամ հենց այս համարի բառի վեկտորը վերցնես բերես։ Չգիտեմ, այդ մասին այս վիդեոներում խոսում է, թե չէ, իրականում lookup-ը մաթեմատիկորեն համարժեք է մատրիցների բազմապատկմանը one hot-ի հետ։ Եթե ես ունեմ 17000 հատ բառ, ամեն բառի համար ունեմ 30 չափանի վեկտոր, այդ սաղ իրար հետ կլինի 17000 անգամ 30 մատրից։ Հիմա եթե ինձ պետք է, օրինակ 7-րդ բառի վեկտորը, ես կանամ այդ մատրիցը բազմապատկեմ 17000 չափանի մի հատ one hot վեկտորով, որի 7-րդ տողը 1 է, մնացածը 0, այդ որ բազմապատկեմ, ինձ կտա հենց 7-րդ տողը։ Բայց այդ ոնց որ հաշվողական տեսակետից հիմարություն է, էլի։ Ոնց որ ուղղակի պրոստը պետք է մասիվում գնալ 7-րդ տողը վերցնել, ոչ թե մատրից բազմապատկել։ Հա, դա շատ ավելի արագ է։ Այդ lookup գործողությունը այդ է, գնա 7-րդ տողը վերցրու բեր։ Հիմա այդ որ վերցրեց բերեց, այս առաջին կապույտ վեկտորը ըլնում է այն նրա 7-րդ տողը մատրիցը։ Okay։ Ասենք առաջ վիդեոյով։ Is talking out in row of this many features so that each index is converted to a three-dimensional vector that corresponds to for that work. So here we have the equal layer of 30 variables for 3 words making up. And here there's a pair across all the words. So we're using indexing the same literacy for each one of these words. Next up is the hidden layer of this neural network. The size of the hidden neural layer of this neural network is a parameter. So we use a regular parameter that's going to lock this size into stuff in the size of the neural network. And this can be as large as we want or as small as we want. So for example, the size of 300. And we are going to do choices of the size of this hidden layer for evaluating how big it is. So say there are 3 neurons here. All of them would be fully connected to the 90 words
or rather numbers that make up these three words. So this is a fully connected layer. Then there's a tangent following routine, and then there's this output layer. And because there are 17,000 possible words that could come next, this layer has 17,000 neurons, and all of them are fully connected to all of these neurons in a layer. So there's a lot of parameters here. There's a lot of words. So most computation is here. This is the extent of it. Now there are 17,000 logits here. So on top there, we have a softmax layer, which we've seen in our previous video as well. So every one of these logits is extra. Ինչերս չորքան կա համցելի։ Ես ճիշտ ասած լավ չհասկացա ձեր հարցը ինչն է այստեղ։ Այս լեյերներով ինֆորմացիայի աշխարհի process-ները վերածվում են վերջում բեկնական։ Ես կամ ես մոժան։ Ես դեռ դե չասեմ թե դեյթա, բայց Вообще, можно сказать, что моя Dışarı çay içmeliyiz ama çekalım. Peki. Sonra dışarı çıkamazsın da işte istersen sarılsın. Ne bu çalışmasın ne yapacağım çünkü istersen desvali yani şey yok benim ilişkilerim İnsanların arasında vai da se esista esse tipo esse Այո, ոնց որ հիմա ընդունված է սենց անել։ Ունենալ ինչ-որ գծային ձևափոխություններ ու վրան ոչ գծային ձևափոխություններ։ Այդ կտորը ոնց որ գծային, ոչ գծային, գծային, ոչ գծային, գծային, ոչ գծային, այդ լավ աշխատող բան է։ Հա, կարող տենց ասենք, այդտեղ տեսական հիմնավորումներ էլ կան, բայց հա, եկեք այս բանին երևի տենց պայմանավորենք, որ processing data-ի նեյրոնային ցանցի մեջ միշտ տենց է ինչ-որ մի հատ գծային ձևափոխություն, հետո մոտ ոչ գծային ձևափոխություն է։ Մենք արգումենտները ինչ-որ բաներ կան, էլի, ասենք, եթե ոչ գծայինները չլինի, կստացվի, որ մի քանի հատ իրար վրա գծային է արվում, որոնց արտադրելը ևս գծային է, կստացվի, որ նեյրոնային ցանցը ինչ անում է գծային է, բայց գծային ձևափոխությունները քիչ են, այսինքն գծային ֆունկցիաները չեն ծածկում մեզ հետաքրքրող բոլոր տրանսֆորմացիաները։ Հա, մեզ պետք է ասենք, այս մի բառի վեկտորական ներկայացումից ստանալ, ասենք հայերեն տեքստում հնարավոր հաջորդ բառերի ներկայացումները։ Ոնց որ գծայինով այդ ներկայացումների միջև գծային կապ հավանաբար չկա, պետք է շատ ավելի բարդ ֆունկցիա լինի, որը այդ արտապատկերումը անի։ Հիմա այս գծային ոչ գծային հաջորդական անելով հնարավոր է դառնում ավելի բարդ հարաբերություններ նկարագրել, մոդելավորել։ Հա, տեսության մեջ ցուցադրվում, որ մի հատ ոչ գծայինը հերիք է։ Ասում են, ասենք, ցանկացած ֆունկցիա, ցանկացած անընդհատ ֆունկցիա կարելի է մոտարկել x-ը մի հատ մատրիցով բազմապատկել, հա wx մի հատ ոչ գծային, ասենք տանգեսի պրբոլական, հետո մի հատ էլ գծային, այսինքն եղավ որ wx տանգեսի մեջ, ում այդ ամենությունը մի հատ էլ w2-ով բազմապատկել։ Այ այսքան ֆունկցիայով հնարավոր է x-ից կախված ցանկացած անընդհատ ֆունկցիա, ցանկացած էպսիլոն ճշտությամբ մոտարկել։ Դա թեորեմ կա, կոչվում է universal approximation theorem։ Դրա վատը ինչն է, այդ թեորեմը չի ասում, թե այս մեջտեղի շերտում քանի նեյրոն է պետք, այսինքն կարող է պարզվել պետք է միլիարդ հատ նեյրոն, ասենք, ձեր 30 չափանի վեկտորից գնալ միլիարդ, հետո միլիարդից հետ գալ, ասենք, 17,000, հա, եթե այսինքն այդ թեորեմը չի ասում, էլի, ինչքան է այդ թիվը։
ու այդ շատ վատ է, որտեղ այդ թիվը չես ուզում շատ մեծ լինի։ Եթե միլիարդ լինի, այդ նշանակում է այդ մատրիցի չափը եղավ միլիարդ անգամ 30, դա շատ մեծ է, հա։ Երկրորդ բանը, որ այդ թեորեմը չի ասում, այդ թեորեմը չի հույս տալիս, թե դու ոնց ես գտնելու ճիշտ W-ի արժեքները։ Որտեղ մենք W-ի արժեքները ոնց են գտնում, gradient descent-ով, չէ, backpropagation-ով։ Ով է ասել, որ backpropagation-ը այնքան խելոք է, որ հենց այդ թեորեմի ասած W-ն կգտնի։ Այդ թեորեմը ինքը գոյության թեորեմ է, ասում է գոյություն ունեն այդպես W-ներ, որոնք այդ ապրոքսիմացիան անում են։ Դրա համար պրակտիկայում գնում են ավելի խորը բաների, ոչ թե մի հատ ոչ գծային ու մի հատ ներքևը գծային, մի հատ վերևը, այլ հետո մի հատ էլ ոչ գծային, մի հատ էլ գծային, մի հատ էլ ոչ գծային, մի հատ էլ գծային, հա, 5 layer 6, 10, 20, հա, որովհետև այդ արդեն էլի ինչ-որ արդյունքներ կան, որ ցույց են տալիս, որ փոքր չափի գծային ոչ գծային զույգերը իրար վրա կիրառած, իրանք շատ ավելի մեծ, ոնց որ անգլերեն դրան ասում են expressive power, ոնց որ շատ ավելի բարդ բաներ են կարողանում մոդելավորեն, քան մի շերտը, ու ոնց որ եթե մի շերտով այդքան բարդը մոդելավորելու համար քեզ պետք է միլիոն նեյրոն, կարող է 5 շերտով ամեն layer-ում 1000 նեյրոնով տեղավորես, որովհետև այդ complexity-ն տենց լավ արագ է աճում, էլի, խորության հետ։ Հա, ինտուիցիան է դա, եթե տենց բարդ ֆունկցիա ենք ակնկալում, արժի խորությունը մեծացնել, ոչ թե լայնությունը։ Այդ դրանց տարբեր նեյրոնային ցանցերի համար ինչ-որ ինտուիցիաներ կան, ինչ-որ փորձ կա, թե մոտավորապես ինչ պրոպորցիա են դնում։ Հա, մի ժամանակ, օրինակ, տենց հոդվածների շարք կար, որ փորձում էր լայնության հաշվին ինչ-որ օգուտներ ստանալ, ասենք մեկը մշակել էր Microsoft-ից մի հատ նեյրոնային ցանց, կոչվում է ResNet, ինչը հիմա շատ պոպուլյար է։ Հետո մեկը տեսել էր, որ այդ ResNet-ը կարելի է լայնացնել, ոնց որ նույն ResNet-ն էր վերցնում, բայց այս արանքի layer-ների չափերը, վեկտորների չափերը մեծացնում էր, դրան դրել էին wide ResNet։ Ու ինչ-որ դեպքերում լավ էր աշխատում, հա։ Հիմա օրինակ այս տրանսֆորմերներում բանում, որ GPT-ներում օգտագործվում է, այտենց այդ default արժեքների նկատմամբ չեմ տեսել, որ շատ բաներ փոխեն, ցկեն այս կոմենտում։ Ինչ-որ պրոպորցիա կա մոտավորապես, թե քանի layer-ի դեպքում ինչքան է լինի, շատ խիստ չի, ասենք կարող է DeepSeek-ը ու չգիտեմ, Llama-ն մի քիչ տարբեր դնեն այդ պրոպորցիաները, բայց դա տենց պրինցիպիալ չի շատ էլի։ Հիմա այս ոնց որ առաջի 5 հոդվածներից էր, որտեղ փորձել են մի հատ ոչ գծայինով յոլա գնան, հա, այս ժամանակ հələ տենց շատ խորը բաներ չէին անում։ Այս նկարը ինչ է ասում, ասում է ես մի հատ ամեն բառը վերածեցի 30 չափանի վեկտորի, հետո մի հատ կպցրեցի դրանք իրար ու մի հատ գծային արեցի, սարքեցի 100 չափանի, դրա վրա կիրառեցի մի հատ ոչ գծային ֆունկցիա, տանգես հիպերբոլական, հետո ես ինչ պետք է անեի, պետք է հաջորդ բառը կանխատեսեի, չէ՞։ Այ հաջորդ բառը կանխատեսելու համար այս վերևի layer-ի չափը արդեն էլի իմ ձեռքը չի, որովհետև ես բառարանի ամեն item-ի համար պետք է վանդակ ունեմ։ Դրա համար ստացվում է, որ այս 100-ից հետո մի հատ է դրել է 17000, որը նշանակում է, որ սրանց արանքի մատրիցը 100 անգամ 17000 է։ Այդ արդեն մեծ թիվ է։ Դրա համար գրած է most computation here։ Հա, հաշվարկի մեծ մասը մնացել է վերջի layer-ի վրա։ Որը այն վաղտ օքեյ է, հիմա տենց չգիտեմ, տենց երևի։ Հիմա էլ են երևի անում, այսինքն այս 17000-ի դերում խաղ չկա, որտեղ եթե այդքան է բառարան, այդքան է, ինչ անես։ Հա, հիմա մի քիչ տրանսֆորմերներում էլ էլի վերջում sense մի հատ layer միշտ մնում է։ Այստեղ ինչն է մի քիչ տարօրինակ ու պրիմիտիվացրած, որ այսօր տես չեն անում, բայց այդ անում էին, որ այս 3 վեկտորները ինքը sense կոնկատ է անում իրար, կպցնում է իրար, սարքում է 90 ու հետո մի հատ մատրիցով սարքում է 100։ Այսինքն այս արանքի մատրիցը 90 անգամ 100 է։ Գիտես՞եք։ Այդ կոնկատը տենց պարզ միտք է, էլի որ ասում։ 3 հատ նախորդ բառ է ուզում, հա։ Հասկանում եք, չէ՞ ինչի է 3 անում, որ անցած դասին խոսում էինք,
որ կոնտեքստի խորությունը կարևոր է, որտեղ վերջի մի տառով դժվար է որոշել, հա, որ հաճախ անուն էր գրում, հ էր գրում ու վերջակետ էր դնում, որտեղ չգիտեր մինչև այդ ինչ ա եղել, հիմա ես ասում եմ բերեք մինչև այդի ինֆոն էլ տամ էլի։ Մինչև այդի ինֆոն իրար կողմ դնում է կոնկատ անում, հետո մի layer սարքում է 100 չափանի, տանգիսի փոքրական, մի layer-ով էլ հետա բերում 17000, որը ասել հաջորդ տառը ասի։ Տիպիկ օրինակ է, այսօրվա աշխարհում մենք կանցնենք էլի, այդ մեջտերի layer-ներում վեկտորների քանակը պահում են նույնը, ասենք քանի բառ որ մտքում կար, այս layer-ում էլ է այդքան հատ վեկտոր մն։ Ստեղ ինքը երկրորդ layer-ում արդեն կպցրել է երսափքել մի վեկտոր։ Այդ է էական տարբերվում այսօրվա դարի ցանցերը սրանից։ Մնացած ասպեկտները ինքը, չգիտեմ, ուշադիր եղաք, ասում է, որ այս yra չափը, որ 100 է, այդ հիպերպարամետրերից մեկն է։ Այսինքն ասում եմ, ինչ որ ես մի քիչ առաջ ասում էի, այդ դժվար է նախորոք լավ իմանալ։ Դրա համար տարբեր թվեր եք դնում։ Հաճախ ես այդ տարբեր արժեքները մտածելուց դնում եմ էքսպոնենցիալ բաներ, ոչ թե ասենք 100, 105, 110, ասենք 100, 200, 400։ Հա, որ ինձ էական տարբերությունը լինի այդ թվերի մեջ էլի, որտեղ 100, 100 տենց էական չի։ Ու այդ հերթով դնում եք, բոլոր կոմբինացիաներով run եք անում, նայում եք, որով լավ ստացվեց, ու այդ եք ընտրում։ Ես ես կանեմ ուտենց մի հատ բան ցույց տամ, գիտեք, որ ես քանի օր արել եմ։ Նայեք, սենց գործիքներ կան, որ ձեր էքսպերիմենտները օգնում են թրեք հանել։ Հիմա դուք որ սարքեք, ձեռքում եք ես նրանք սարքելու, հիշելու եք, որ քայլին լոսը ինչ էր, որ հետո կարողանաք նկարեք, հա, ես ձեզ որ այդքան բզում էի, որ մատոտիպի հետ ընկեր եղեք, դրա համար էի ասում, որտեղ լիքը նկարելը գործ է լինում։ Բայց հիմա կան գործիքներ, որ տրեյնինգի ժամանակ դուք այդ գործիքին ասում եք լոգ արա մի հատ, այս պահին իմ լոսը էս էր, էս ինչ էս էր, էս ինչ էս էր, էս ինչ էս էր, ինքը սենց լոգ է անում, հետո սայթով մտնում նայում եք էլի։ Այս օրինակ այդ weights and biases կոչված գործիքն է, այստեղ ամեն տողը մի հատ էքսպերիմենտ է։ Ու այս կողքը կարելի է դրանց գրաֆիկները տեսնել, լոսը ոնց է փոխվել տարբեր էքսպերիմենտներում, հա, ասենք էս, չգիտեմ, մի հատ վատը դնեմ, ուշ չկան, սերին, ասենք խերջը կոտորվում է, բայց սերին եկը կեսի վրա կանգնել է, տեսեք մինչև ստեղ այջ է, ասենք ես հրա իտերացիաների քանակը քիչ է եղել, ինչ-որ պատճառով անջատվել է, կամ կարող է ես եմ դրել, որ էդ էլ եմ թողել հիպերպարամետր, հա, ասել եմ մի անգամ գնա այսքան, մի անգամ գնա, հա, այսի հաստատ հիպերպարամետրա կեսից չի անջատվել։ Ստեղեցի հայտնի։ Սենց լիքը էքսպերիմենտներ եմ արել տարբեր բաներով, այս տեսեք HD-ն որ գրած է 256, ստեղ գրած է 128, դա հենց այդ բանի չափն է, hidden dimension։ Այս կուրսորով էի գրել, ինքնավորոշ է, որ բանի էքսպերիմենտի անվան մեջ պետք է այդ թիվը գրել ու անունը դնել, այդ իսկ կյանքում տես չի գներում։ Այս LR-ը learning rate-ն է, այս վիդեոյում լիքը կար դրա մասին այլ եք, հասկացել եք այդ ինչը։ Այսի շատ կարևոր բան է։ Տեսեք, ես իմ grid search-ը անելուց, այս սրանը չի ակոչվում grid search, որտեղ ես ոնց որ վերցրել եմ hidden dimension-ը 128 բարիքով երևույթ անել, learning rate-ը ինչ-որ արժեքներ ու բոլոր կոմբինացիաները ստուգել եմ։ Այդ բոլոր կոմբինացիաները սենց որ նկարեք, դառնում է grid, չէ, ցանց է դառնում։ Դրա համար այդ process-ին ասում են grid search, որ բոլոր կոմբինացիաներով ստուգես։ Հիմա ես ստուգել եմ ու նեյրոնային ցանցը լիքը հիպերպարամետրեր ունի։ Մի ահագին կարևոր արվեստել է հասկանալ, թե որոնք արժի փոխել, որոնք արժի բռնցնել։ Եստեղ learning rate-ն ու
hidden dimension-ը, մեկը layer-ների քանակն եմ դրել, տեսնեք, այս L-ը 4-ը 8-ը, այդ ինա թե քանի շեղ կա։ Մի մասը 4-ով եմ արել, մի մասը 8-ով։ Հիմա տեսեք, այդ բոլորը դասավորել եմ ըստ loss-ի, աչքան կարգով, ամենացածրը եղել է այս մեկը, որը ունեցել է 256 չափանի վեկտոր, 16 layer, Learning rate-ը 5×10⁻4։ Չեմ կարող ասեմ ինչի։ Արդեն ինտուիցիա չկա արդեն թե ինչի է այսի սրան գրել։ I don't know։ Բայց մենք ընտրել եմ այս սրա հիպերպարամետրը։ Հիմա այս հոդվածում սրա չափը եղել է հիպերպարամետրը, մենք տարբեր բաներով փորձել եմ ինչ-որ մի բան ընտրել եմ։ Ինչ կա ստեղ ուրիշ։ Softmax-ը հասկացել եք ինչ է։ Այս որ վերևը գրած էր Softmax։ Երեխեք նայեք, այս դասի ամենամեծ ռիսկը ես ձեզ ասել եմ ինչն է, մի հատ էլ ասեմ։ Այնա որ նայում եք վիդեոն, հետո պարզվում է մեջ ինչ-որ բաներ կար, որ չեք հիշում, չեք հասկացել, չի սեյվերը։ Պետք է շատ ուշադիր լինեք, չպետք է հույս դնեք, որ ես դասին այդ ճիշտ հարցը գտամ երկու բացահայտեմ, որ մենք իհարկե փորձում ենք Մարինայի հետ դες պայմանավորվել ենք հարցեր մտածել, որ դեբագի կետեր էլի, ոնց որ սենց։ Բայց այդ դժվար է։ Դրա համար պետք է դուք էլ ուշադիր լինեք։ Հիմա Softmax-ը շատ կարևոր բան է։ Նեյրոնային ցանցերի կյանքում ամենակարևոր կտորներից մեկն է ու հետագայում պարզվեց, որ նաև ամենամեծ խնդիրներից մեկն է։ Այս վերջի տարիների տրանսֆորմերների ռիսերչում շատ դարդեր կապված է Softmax-ի խնդիրները լուծելու։ Softmax-ը հնարավորություն է տալիս կամայական վեկտորների հաջորդականություն, որը այս վիդեոյում ինքը շատ լավ ասում է, նոր որ լսում էինք, ասաց logit։ Այդ բառը ֆիքսել եք։ Այս որ բազմապատկեց այս տանհաշից հետո մատրիցով, ստացավ 17000 հատ թիվ։ Այդ թվերը դեռ իմաստ չունեն։ Իրանք բացասական կարող են դրական կարող են, ասես խառը թվեր են։ Բայց այդ թվերից որը բարձր է, այնքան այդ բառի հավանականությունը մեծ է։ Բայց այդ թիվը որպես հավանականություն չի կարելի մեկնաբանել, որտեղ ինքը կարելի է -7, կարելի +4։ Softmax-ը այդ թվերը նորմավորում է, այնպես որ գումարը լինի 1 ու բոլորը լինեն 0-ից բարձր։ Ոնց անում, y-ի այդքան աստիճան է բարձրացնում, -7-ը գրում է y-ի -7 ու բաժանում է բոլոր հնարավոր բառերի y-ի աստիճանների գումարի վրա։ Okay, այսինքն եթե ես այս վեկտորի բոլոր թվերը y-ի այդքան աստիճան բարձրացնեմ ու բոլորը միատել գումարեմ իրար ու բոլորը բաժանեմ այդ գումարի վրա, այս ամբողջի գումարը կլինի 1 արդեն բոլոր թվերը կլինեն 0-ից 1, որտեղ y-ի աստիճան բարձրացնելուց ամեն ինչ դառնում է դրական, չէ՞։ Այդ դպրոցը գիտեք։ Այդ գործողությունը կոչվում է softmax։ Ինքը սուպեր կարևոր գործողություն է, որտեղ դրանից հետո այս ամեն ինչը արդեն մեկնաբանվում է որպես հավանականություն։ Ու դրանից հետո նոր դա կարելի է դնել loss-ի մեջ։ Որտեղ loss-ը ինչ էր, ինքը ասում էր ինձ պետք է ճիշտ պատասխանի, այստեղ կա չէ՞ այդ։ Սա կոչվում cross entropy։ Cross entropy-ն դա ճիշտ պատասխանի հավանականության մինուս լոգարիթմն է։ Տեսեք այստեղ շատ հստակ գրած է։
այս ամբողջ ցանցը իրականում էդ է, հա, embedding-ը վերցրել է C-ն են մատրիցներ embedding-ների, հա, որ բառերն ու չափողականությունը վերցրել է դրանք։ Հետո մի հատ շուռա տվել -1,6, բազմապատկել է W1-ով գումարել է V1, հետի մի հատ linear layer է, մի հատ էլ դրել է տանգեցի պերվոլականի մեջ, որ լինի ոչ գծային, հետո մի հատ էլ W2 + B2, որտեղ W2-ի մյուս չափողականությունը պիտի լինի այնքան, ինչքան բառերի քանակն է։ Ասենք W2-ում գրած է 100 անգամ 27, որտեղ 27 տառուներ։ Այդ որ բազմապատկում է գումարում է, ստանում է 32 հատ, 32-ը բաճն է, էլի, հա, իր դատայի կտորը, 27 հատ թիվ։ Հետո մի հատ էքսպոնենտ է անում, որտեղ այս թվերը ինչ թիվ ասես կարող լիներ։ Այս երկու տող իրար հետ softmax-ն է։ Հա, էքսպոնենտ է անում, այդ էքսպոնենտը մի հատ գումարում է, այս առանցքով, հա, որ բոլորի գումարը լինի։ Ու այս բաժանում, օրինակ այս տողը պետք է կարողանաք հասկանալ ինչ նշանակում, էլի։ Որը շատ Python-ական է, ասենք, ձեր իմացած մյուս լեզուներում sense տող երևի չեք կարող գրել։ Որտեղ պետք է ամեն վանդակը էքսպոնենտ աներ ու բաժաներ, չէ՞։ Բայց այդտեղ, քանի որ բոլոր վանդակների համար իրականում նույն գործողությունն է անում, ինքը միանգամից զուգահեռացված է գրել։ Գրել է այս վեկտորը վեր էքսպոնենտ անեմ, այդ նշանակում է կետ առ կետ էքսպոնենտ։ Եվ ասում է այդ ստացված վեկտորը բաժանի այդ վեկտորի գումարի վրա։ Այդ վեկտորի գումարը արդեն մի հատ թիվ է։ Recording in progress. Or see these lots here, or make the logits and calculate the loss. We're actually reading. Նայեք, ինձ պետք է որ դուք կարողանաք այս տողերը գրեք։ Մի բան է հավատալ, որ ճիշտ է գրած, մի բան է դուք կարողանաք այս գրեք։ Հա, ու դրա համար կարող է պետք է իրոք սրա այս exercise-երը ձեզ տիպեմ անեք։ Հրաշալի exercise է։ Ինքը ինչ-որ մի հատ բան է train արել ու ստացել է loss-ը 2,2 ամբողջ դատայի վրա։ Այս վիդեոյում։ Ասում է բզբզացեք հիպերպարամետրերը, որ ավելի լավ loss ստանաք։ Okay? Երկրորդը вообще հետաքրքիր հարց է։ Ասում է initialization-ը ես անկապ եմ արել։ Ու ասում է ինչ կլիներ, եթե ամենասկզբում, հələ մինչև train անելը, իմ ցանցը այնպես կազմակերպած լիներ, որ հավանականությունները լինեին uniform։ Այսինքն բոլոր բառերին տայի նույն հավանականությունը, բոլոր տառերին։ Այդ ժամանակ ինչ կլներ իմ loss-ը, այդ կարա չէ ասեք։ Եկես կուրսը մտնում է այն հատվածը, որտեղ արդեն գլխարանը լավ չի աշխատում։ Նայեք, եթե իմ loss-ը ամեն տառի համար մինուս լոգարիթմ հավանականությունն է այդ տառի համար ինչա տվեմ մոդելս։
Այդ դեպքում, եթե հավանականությունները լինեին uniform, ոչ թե ցանցս մի հատ պատկերացրեք, այնպես արհեստական ցանց է մի հատ, որը բոլոր տարերին տալիս է նույն հավանականությունը։ Loss-ը ինչ կլիներ։ Ես բանավոր այդ չեմ կարող ասեմ, որտեղ դատան չգիտեմ, չէ՞, loss-ը կախված է նաև դատայից։ Բայց դատայումով ասենք գրած է հրանտ։ Ասենք հեն տվել եմ input, հիմա պետք է r-ի հավանականությունը տա։ Եթե r-ի հավանականությունը ինքը տալիս է 1/27, ես կարամ հաշվեմ, չէ՞, դրա լոգարիթմը մինուս անեմ։ Հետո r-ից հետո i-ը գալիս։ I հավանականությունն էլ է 1/27։ Հա, ասենց կարամ հաշվեմ ու կիմանամ ինչ-որ մի հատ loss։ Այդ loss-ը ինչ կլինի։ Սենց է լինում։ Շմեք մի անգամ խոսում ենք, որ բակ ես ուրիշ լոգա գիտեք, ես դուրակը, որ գրում եմ լոգ, 15-ով անում։ Սենց գնանք անի, չի անի, եկի գնանք նորմալ Python-ով։ Պետք է շատ վտանգավոր տեղ ասեմ ձեզ, սխալվելու համար։ Մենք արդեն խելքին մոտիկ է։ Հիմա այս սրա մինուսը 3 ամբողջ քանիս է։ Այդ են դեպքում, եթե uniform լինենք ամեն ինչը, հա։ Հիմա այս նշանակում է, որ ամենատուպոյ մեթոդով loss-ը պետք է 3/3 լինի։ Ինքն էլ train-ը արել, train-անելուց հետո loss-ը իջացրել է 2/2։ Բայց այս հարցից ես հասկանում եմ, որ ըստ երևույթին իր train անելու սկզբում loss-ը շատ ավելի վատն է լինում։ Փորձեմ գտնենք այդ հատվածը։ Հələ տեսեք ինչից է սկսում։ Տեսնում եք թվերը։ Տասից սկսում է։ So that's actually the first step. Because we're going way too much work. We can calculate 220,000 examples. Տեսեք, ես ոնց որ հələ բաչերի չի բաժանի, ամբողջ դատայի վրա մի հատ forward անում, մի հատ backward, forward, backward։ Իսկ ամբողջ դատան 200-քանի հազար է։ Հա, դրա համար ասում եմ պետք է դրդեմ Հիմա նենց արեց, որ ամեն անգամ վերցնի պատահական 32-ը ամբողջ դատայից ու այդ 32-ի վրա համ forward-ը, համ backward-ը հաշվի։ Հա, սս բաները դուք պետք է շատ հեշտ կարողանաք անեք։ Հա, որտեղ իրական երկու տող է Python-ում, մի հատ պետք է այս rand-int-ով վերցնեինք random integer-ներ, չէ՞։ Այդ դրա մասին խոսել ենք։ Minimum, maximum քանակը ու այդ բանով քառակուսի փակագծով ընտրում ես մենակ այդ տողերը, էլի։ Հա։ Հիմա իրական կյանքում, ես չեմ հիշում այս վիդեոյում ինքը երբ է դա ասում, sense չենք անում, իրական կյանքում data-ն shuffle ենք անում,
ու հերթով գնում ենք առաջի 32, երկրորդ 32, երրորդ 32, որ երաշխավորվի, որ բոլորի վրայով անցել ենք։ Սենց որ անենք, դժվար է երաշխավորել, չէ, որ բոլորի վրայով անցել ենք։ Ինչ-որ բաներ կարող կրկնվի, ինչ-որ բաներ չպատահի, որ շատ հավանականային է, այլ էսի։ Որ ու երբ որ այդ իմաստով ձևով ենք անում, շաֆլ ենք անում, հետո ենք կտրտում ու բոլոր կտորներով գնում ենք, այդ որ մի կռիվ արեցինք, այդ դրան ասում են էպոֆ։ Մի էպոֆը այդ դատայի վրա մի անգամ դռիվ անցնելն է։ Այս դեպքում էպոֆը դժվար է սահմանել, էլի, որտեղ չգիտես։ Լիքը բաների վրա կարող է անցած չլինես, իսկ ինչ-որ բաների վրա շատ անցած լինես։ Բայց ոչինչ, նախ կտրուկ արագացա։ Ինչ եղավ։ Հա, դե նայեք, լոսը օքեյ է, որ մեկ բարձրանա, որտեղ ինքը դու էլի գրադիենտը հաշվում ես, բայց քայլը կարա մեծը լինի։ Հա, ոնց որ պատկերացրեք, ստեղ եմ, դիմացս ձոր է, գրադիենտը ցույց է տալի, որ այս կողմը իջնում է, բայց ես մի քիչ մեծ քայլ անեմ, թռնեմ էլի ձորի վրայով, կգնամ դեմի պատը, որ կարող է բարձրի ավելի բարձր է, այդտենց շատ ված բան չի։ Երբ որ տենց որոշակի տողեր եք մրսած, ինչ-որ բաչում եք, բաչի բայց վայր եք։ Հա, շատ ճիշտ եք ասում, եթե այս լոսը հաշվում ենք մի ուրիշ բանի վրա, իսկ գրադիենտը արել ենք մենակ այս բաչով, կարա տես բան լինի, չէ՞, ոնց որ ես ասենք դատայիս այս մասի վրա լոսն եմ հաշվում, բայց գրադիենտները հաշվում եմ դատայի ուրիշ կտորների վրա։ Կարա դրա մեջ անպատասխանությունը լինի, որ այս բաչի համար այս ուղղությունն էր լավը, բայց այդ ուղղությունը որ գնում եմ, մյուս բաչի համար դա այնքան էլ լավ չէր, որտեղ այդ իմ սալուզորը կախված է դատայից։ Չէ՞, սենց անպատասխանություններ կարան լինել, բայց այդ տենց վախենալու չի։ Հա, կոնկրետ այս դեպքում իրականում տեղի ունենում են, որ ինքը ամեն բաչի համար, այդ բաչի համար է հաշվում լոսը, ու հաշվում է մի անգամ։ Հիմա այսինքն ստացվում է, որ նախորդ բաչում լոսս 8 էր, ես քայլ արեցի այդ դրա ուղղությամբ, այդ նույն բաչի վրա երևի արդեն իջա 7, բայց ես էլ չեմ հաշվում այդ բաչի վրա, չէ, ես արդեն ասում եմ հաջորդ բաչին, նրա վրա հաշվում եմ, ասում է 9-ը։ Հա, այդ օքեյ է, այդ հավանաբար նշանակում է, որ այն նրա 7-ը ստեղ 9-ը։ Հա, մենք իրականում նույն բաչի վրա երբեք չենք հաշվում համ առաջ, համ հետո, էլի կարա հաշվեք, տեսնեք ինչ է կատարվում։ Բայց ոնց որ տենց մարմինների մեջ շատ Իսկ ինքը կանոնեց մինչև 3:1, 3:2, բայց մենք գիտենք, չէ, որ 3:2-ը Հա, բայց ուզում ասեմ 3:2-ը էդի յունիֆորմն էր, այսինքն, որ այսքան սովորել հայրը 3:2-ը իջի, տխուր է։ Now, different angles and ranges, the quality of our gradient is lower, so the direction is not as reliable. It's not the actual gradient direction. But the gradient direction is good enough, even when it's estimated on only 32 examples, that it is useful. And so it's much better to have an approximate gradient and just make more steps than it is to evaluate the exact gradient and take fewer steps. So that's why in practice, this works quite well. Նախադասությունը շատ է դեպի ավելի լավ է արագ հաշվեմ մի քիչ ոչ ճշգրիտ, բայց արագության հաշվին շատ քայլ անեմ։ Ասենք ունեմ մի րոպե ժամանակ։ Կարամ դանդաղ սաղ դատայի վրա հաշվելով 10 քայլ անեմ։ Բայց ավելի լավ է քիչ-քիչ հաշվում 1000 քայլ անեմ։ Ահագին հեռու գնամ, չնայած ամեն քայլում մի քիչ ոնց որ բան կլինի, բայց օքեյ է դա։ Իրականում հետո տենց ահագին ինտուիցիաներ, տեսություններ բաներ կա, որ այդ նոյզը լավ բան է, լոկալ մինիմումներից հանուն քսում է բան տենց, այդքան բաց չի էլի, որ շատ ճշգրիտ չենք հաշվեն։ Let me take out this off that here and place it over here. Տեսեք, հիմա ինքը
որ անընդհատ էսի ռան ան, տեսեք ամեն լուպը 100 է, բայց հետո որ մի հատ էլ առանանում, ստացվում է, որ ոնց որ 200-ի հասցրեց էլի, որտեղ չի զրոյացնում սկզբում, չէ՞։ Ինքը ստեղ է մի անգամ զրոյացրել, հետո այս վանդակն է անընդհատ կանչում։ Դրա համար ստացվում է, որ 100, 200, 300, 400։ Որտեղ դրա համար արդեն բասը իջնում է, 207 կարող ավելի է իջնում։ However, this is not the most correctly. So that's actually not the false here. Տեսակ ինչ արեց, իմ ասում եք լոսը հաշվեմ ոչ թե վերջի բաչի վրա, այլ ավելի խոշոր կտորի վրա, օրինակ ամբողջ դատայի։ So we have a full sense of exactly what was in right now. That's right. And we're able to do the entire training set. So let's run the completion program. Input concept. So on the course is we don't know if it's too slow or too fast. So there's no point in this case. So one question is how do you determine this learning rate? Անկապ գրել ես ամբողջ մեկ data learning rate է, շատ կարևոր պարամետր է։ Ասում անկապագրել, բայց հետո որ հետո ասում դա գրել է զրովակի շատ։ Դեռ որտեղ 100 տարի է գրում, էլի ոնց որ And how do you confidence that we're studying the right? In working thoughts, let's reason our drivers to something in balance, print in every step. But let's only do 10 steps or so, or maybe more. We'll find a very reasonable step. If you will. So for example, this is very low. Then we see that the loss is barely decreasing. So that's not. Դուք որ շատ փոքր թիվ գրեց, համարյա չի փոխվում։ Որտեղ սենց դանդաղ ուժուր քայլերով է գնում, համարյա վրան տեղի չի ունենում, էլի։ That's about too low, basically. So let's try this one. Okay, so we're decreasing the loss, but like that's very quickly. So that's a pretty good low range. Now let's be said. Շատ դեպքեր է, որ նկարելով չի անում, ասենք ես չի ներվերս կխախտվեր մի քանի անգամից ու պլոտ գրել եմ ստոսները զգում նկարել մի գրի էլի գծի Այդ գծելը բայց And now we're going to place the bridge the wall characters close. So maybe I'm thinking one. Okay, see that for minimizing the loss point, you see how it's kind of stable, it goes up and down. So maybe one fast lower rate. Let's try maybe again. Okay, so this մինուս 10 դրեց, արդեն ծխում այլ տանում է էսի։ This is not working very well. Maybe it's way too big. Maybe I'm very big. So therefore, maybe I'm reasonable to 5%. So I'll take the right running rate somewhere between negative 0.001 and negative 1. So the way we can do this here is we can use workshop in space. And what this becomes between 0 and 1. But those number of steps is one parameter that's required. Let's do the opposite. This creates 1,000 numbers between 0 and 0. Շիքիշանոց, ասենք ես քան մեծ գրիցս չեն անում, էլի 1000 տարբերակի learning rate-ն են փորձել, okay, ստեղ կլինի, որտեղ ուժուր է ամեն ինչը, չէ, երկու layer ոնց կարելի է ղռալ են անել, բայց ասենք մենք որ կանենք մեծ ցանցերը 1000 տարբերակով ստուգի շատ լավ կլիներ, էլի։ Այդ նորմալ չի, չկարա մի անգամ միացնի, դե 1000 անգամ 0-ից միացնի։ But it doesn't really make sense to start between 0 and 0. So it's that loading rate exponent. And instead of second line ինչ է իրանում ջերգան, այդպես օրինաչափով է։ Այս շատ մոտիկ արժեքներ են իրար։ Հիշում եք, մի քիչ առաջ ես
իրանից անկախ ասացի է, որ նեռոնային ցանցի մեջտեղի լեյերի չափը չես դնում 100, հետո 100, 200, 400, 500, դնում ես 100, 200, 400, տենց էական ես փոխում էլի, որտեղ 100-ից 101 տենց էական չի, ասենք learning rate-ը 0.001 է, 1, տենց ոչ տարբերություն չի։ Դրա համար ինքը շատ սիրուն բան է անում, ասում արի էքսպոնենտը linear վերցնեմ, որ դրան համապատասխան իսկական learning rate-ները էքսպոնենտը լինեն։ This will be the negative rate, and this will be the zero rate. And then now we'll go parallel, and we'll circle. Okay, այսինքն ասում եմ բերեք -3-ից 1 թվերը 1000 հավասար մասի կտրտեմ, ու այդ սաղ էքսպոնենտ անեմ 10-ի այդքան աստիճան։ Այդ դեպքում 10-ի -3-ը կլինի 0.01-ը, ասենք 10-ի -2.5-ը կլինի ահագին վերև արդեն։ Հիմա ճաշակով մեկը շփվի The exponents of these learning rates. This is 0.001, and this is 1, because 10 to the power of 0 is 1. And therefore, we are spaced exponentially in this interval. So these are the 10-day learning rates that we will just sort of like survey over roughly. So now what we're going to do is, here, you're going to run optimization for one follow steps. And instead of using a fixed number, we are going to use learning rate indexed into here, LR sub I, and make this. So basically, what we need set this to be, again. Այսի գրեցր չի, հա, ձեր հարցին եթե անդրադառնանք, այս ասում է արի 1000 հատ, անեմ, հեսա տնենք որտեղ տնը բանը, ինիցիալիզացիան։ And here what we're doing is we're iterating the thousand. We're going to use the learning rate that's in the beginning very, very low. In the beginning it's going to be 0.001, but by the end it's going to be 1. And then we're going to stack the data. And now what we're going to do is we're going to keep track of the learning rates that we used. And we're going to look at the losses that result. And so here, let me track that. So LRI and LR, and loss that I have. Okay. So reset everything, and then run. And so basically we started. Հեսա գրեցր չի, ինքը չի ասում, եկեք տեսնենք որ learning rate-ն է լավ։ Այսի ասում եմ մի հատ train անենք, անընդհատ learning rate-ը փոխելով, այս տեխնիկա է մի հատ։ There is a learning rate, and we went all the way up to rate of 1. And now what we can do is we can go over the plot, and we can plot the two. So we can plot the learning rates on the x-axis, and the losses we saw on the y-axis. And often if we find that your plot looks something like this, where in the beginning, you have very little, basically anything, barely anything down. Then we got to like a nice spot here, and then as we increase the learning rate enough, we basically started to be kind of unstable here. So a good learning rate turns out to be somewhere around here. And because we have a lot here, we actually want to do not LR, not the learning rate, but the exponent. So that would be the LRE at I is maybe lose a lot. So let me reset this and we do that calculation. But on the x-axis, we have the exponent learning rate. And so we can see the exponent learning rate is good to use. We sort of like roughly in the value here, because here the learning rates are just way too low. And then here we expect a relatively good learning rate somewhere here. And then here things are starting to explode. So somewhere around -1 exponent of the learning rate is a pretty good setting. And 10 to the -1 is 0.1. So 0.1 is actually a very good rate around here. And that's what we have in the initial setting. Տեսեք, ես օրինակ սենց երբեք չեմ արել, բայց այս հետաքրքիր տրուկ է։
ինքը ասում է եկեք փոքր learning rate-ից սկսեմ ու մի training-ի ընթացքում փոխեմ learning rate-ից։ Ու ասում է, երբ որ սկսի տրաքել, այդ հավանաբար նշանակում է, որ այդ կողմերից սկսած արդեն լավ չէր լինի, եթե ես սա training-ը տենց անեի։ Հասկանում եք, ոնց որ խնայել է էլի մի բան, ասենք ինքը կարար սրան քարտու ձևը, այդ իմ ասածներ էլի, որ վերցնում եք արժեքները, որը ձեզ հետաքրքիր է, ու ամեն արժեքով 0-ից training եք անում։ Հա, որը լավ եղավ, այդ եք վերցնում։ Հիմա ինքը ասում է, այդ թանկ է, այդքան չեմ կարա train անեմ։ Ասում եմ, մի հատ train անեմ, բայց ընթացքում փոխեմ learning rate-ից։ Ու փոքրից մեծ։ Այն փոքրներով հələ լավ չի մնում։ Մի քիչ մեծանում, թափ հավաքում, ինչ-որ պահից սկսած սկսում եմ սարերը բարձրանալ արդեն էլի, ինքանա թափ հավաքի։ Այ այդտեղից մի քիչ էսկոն համարենք, որ այդ մասերը լավն էր։ Հա, տենց ինչ-որ էվրիստիկ մեթոդ է լավ բանը բռնելու։ Это сорок играть в 10 3. Բաճոճան։ Через сохранение կանոնը դա նախորդային ռեյտերը ազդեցություն կարող մեկը։ Ստոխաստիկերի այդքան չէ, Ադամը հա, ոնց որ եթե օպտիմիզատորը սովորական gradient descent չի, այս տեխնիկան քանի գնա այնքան ոչ ճշգրիտ դառնալու։ Ստոխաստիկությունը տենց ոչինչ էլ դու մեկը գնահատում ես gradient-ը։ Հետաքրքիր տեխնիկա է, կարելի է օգտագործել։ Ու այդ իր ասած 0.1-ի կողմերը մի բան գտել է, որը And so here now we have the factor. And we can just set a lot of the temperature and make it on or basically like as a and now it's actually fairly learning rate. It's not really the frame up area. We can reset our observation and we can run for a real time using this learning rate. Oops, and we don't want to print, we can print it. So what you get percent and run that out the steps. Okay, so we're going to 2.48 from left right left. Couple steps. Ըստ արդեն գնաց 20,000 էլի։ Պատկերացրեք, 2.4. մի հատ 10,000 էր, մի հատ այդ հանդակարան արեց։ And now let's do one little bit again. What this means is we're going to figure out what's going to do. Սի вообще վերջն է, շատ հետաքրքիր տրուկեր ժամանակին իմ այդքան շատ։ Հիմա էլ օգտագործում եք ձևը։ Երբ որ զգում եք, որ այդ learning rate-ով էլ չի լավանում, կարող է արժի փորձել փոխել learning rate-ը իջացնել։ Այդ գիտեք ինչ է նշանակում, այդ նշանակում ոնց որ ինքը իջել է, այնց ձորեր է հասել, որտեղ արդեն նեղ է ձոր, այսինքն այդ learning rate-ով անդադ պատես քեզ տալու, չես իջնում դեպքեր։ Դրա համար ասում եմ, որ մի քիչ էլ իջացնենք։ We're going to 10x lower it. And so we're in the late stages of training potentially, and we may want to go unslow. Let's do one fraction profile, just to see we're making that here. Okay, we're still making that. Black-red loss that we achieved in last video was 2.45, so we'll raise the black-red. And once again, this is actually kind of starting to encounter people like to do this learn rate today. So let's try to make anything else. Սարը բաներ էր, ձելի հետ գնաց 0.1 Obviously, the JK not exactly how you train in production, but this is probably you first we do some learning rate using the then start that learning train for a while. And then you get like where the decay line where I say after a few more steps, and then you get a train that program. So she's 2.3 and dramatically improve on diagram using this simple neural network that is right here, using these 3,400 parameters. Now there's something I can be careful with. I set that with better because we are achieving a lower 2.3, much lower than 2.45 with the guidance on previously. Now that's not exactly true. And the reason that's not true is that this is actually very small.
But these models can get larger and larger if you keep adding new models and parameters. So you can imagine that we don't potentially have 1,000 parameters. We could have 10,000 or 100,000 or millions of parameters. And as the capacity of the neural network grows, it becomes more and more capable of overfitting the training set. What that means is that the loss in the training set on the data that you're training on will become very, very low as zero. And all that the model is doing is memorizing the training set verbatim. Okay, that's շատ կարևոր ասպեկտ։ Չէ, իրականում machine learning-ի ամենակարևոր թեման է, որ դուք նեյրոնային ցանցը մեծացնելով, layer-ները շատացնելով, չափերը մեծացնելով վեկտորների կարող հասնեք նրան, որ այս ինչ որ ինքը հասնում է լավ իջնի, որովհետև ինքը զուգրի տանում։ Ինքը միշտ սովորում որ այս տարերից հետո պետք է այս տարը ասել։ Training set-ում տենց էր։ Ու դրա համար այս թիվը չպետք է հաշվես այն դատայի վրա, որի վրա optimize ես անում։ Այդտեղ է գալիս այդ split-ի գաղափարը, որ դատան պետք է բաժանել train, validation, test։ Ուրեմն train-ի վրա optimize ենք անում, validation-ի վրա անընդհատ ստուգում ենք։ Գնում ենք learning rate-ը փոխում, մի հատ ենք optimize անում, validation-ի վրա ստուգում։ Գնում ենք նեյրոնային ցանցի չափը փոխում ենք, optimize ենք անում, validation-ի վրա ստուգում։ Հա? Ամենավերջում որ գոհենք արդեն validation-ից, մի հատ test-ի վրա ենք ստուգում ուսը, մի հատ։ Ինչի, որովհետև test-ը նրա համար չի, որ մենք դրա հիման վրա ինչ-որ բան որոշենք։ Test-ը նրա համար է, որ իմանանք, թե եթե տանենք գցենք դուրսը իրական կյանքում աշխատի, ոնց է աշխատելու։ Okay. Դրա համար իրականում այդ հիպերպարամետրերի ընտրությունը, քանի որ validation-ով ենք անում, այդտեղ ես ուզում եմ դուք զգաք, որ risk կա validation-ի վրա overfit լինելու։ Անուղղակիորեն մենք validation-ի վրա չենք սովորում, gradient չենք հաշվում։ Բայց մենակ այն նրա հաշվին, որ մենք մտածում ենք վայ validation-ի վրա այս learning rate-ով լավ եղավ, այն learning rate-ով վատ, այդ ոնց որ նեյրոնային ցանցի հիպերպարամետրերը հարմարացնում ենք validation set-ին։ Դրա համար test set-ը հետո փրկում է, test set-ը մի հատ հետաբերում իրականություն էլի, ասում է, գիտես կարող է validation-ի վրա մի քիչ շատ է համահանել։ Ասենք եթե այս grid search-ը անենք 1 միլիոն էքսպերիմենտով, անընդհատ learning rate փոխենք, ես փոխենք, եւ փոխենք, կարող է հաջողացնենք validation-ի վրա overfit լինել էլի մի քիչ։ Դա բան է լինում։ Ավելին ձեզ ասեմ, test-ի վրա էլ ավելի, քանի որ ամեն գիտական հոդված ինքը գոնե մի անգամ test-ի վրա հաշվում է։ Հիմա եթե կարդաք նախորդ 10 տարիներին, ասենք ես ինչ դատասետի test set-ի վրա ինչ թվեր է հրապարակվել, տեղից արդեն չոքում եք, որ այս հոդվածում սենց էին արել, լավ եղավ, դուք էլ եք այդպես անում, այդպես աստիճանաբար սկսում եք test set-ի վրա overfit։ Հա, այդպես paper եղել է վերջերս, որ Imagine-ը թվերը վերցրել էին դրա test set-ը միատել էին հավաքել ու տեսել էին, որ կային paper-ներ, որում մոդելները այդ նոր test set-ի վրա ավելի վատ արդյունք կա տալի, քան օրիգինալ test set-ի վրա։ Նշանակում է, որ տարիների ընթացքում գիտական համայնքը որպես մի ընդհանուր ուղեղ overfit է եղել այդ test set-ի վրա։ Այս մի քիչ բարդ կոնցեպտ է, բայց զբաղվել լինում է։ Նրա համար test-ի վրա հաշվելը պետք է արգելել, ապշել։ Ես ձեզ ասեմ, մեր առաջին լուրջ հոդվածը, որ գրում էինք AI-ի հետ կապված, մեր վրայերը test set-ը տարեներ ուրիշ դիսկ, որ հանգարց ինչ-որ կոդի մեջ բագի կամ չգիտեմ ինչի պատճառով test set-ից դատա չկարդացվեր հաստատ էլի, ոնց որ ուրիշ տեղ էր մեր այդ անտերը, որ ոնց որ մեր code base-ը вообще տեսած չլներ երբեք։ Այդ լավ միտք է, որ ոնց որ test set-ը հեռու։ Հիմա ձեզ տնային այս իր ասած երկու վարժությունը եկեք անենք։ Առաջին վարժությունը հետևյալն է։ Այս հիպերպարամետրերը այնքան խաղացեք, եսի ինչ-որ բաների չափեր, ինչ-որ batch size vector-ի չափ, եսի ինչ layer-ներ, կարակ layer ավելացնեք, ջնջեք, մի կարեք։ Այնքան անեք, որ validation-ի վրա loss-ը լինի լավ։
Okay, այս իրան նման չենք հաշվում, ինքը հետո հաստատ դզած կլինի, որ train-ը կանում train-ի վրա, validate-ը կանում validation-ի վրա։ Այս վերջի loop-ը ինքը, որ ամբողջ data-ի վրա անցնում է, այս պետք է անցնել validation-ի վրա։ Իսկ այս train-ի վրա։ Okay։ Դες դնում եք, փորձում եք, գտնեք մի հատ լավ կոմբինացիա։ Դուք տեսեք ինքը ահագին ինովացիայի տեղ ասեք, ասես learning rate-ը կարաք փոխեք ընթացքում, առաջի 1000 քայլը այսքան, հետո այսքան։ Մի քանի հազար քայլ գնաց սենց, հետո փոխեց ինչ-որ ուրիշ բան արեց։ Հիմա գիտեք learning rate-ի այդ թեման, թե learning rate-ը ոնց կարա ընթացքում փոխվի, կոչվում է scheduling, learning rate schedule։ Այդ մի հատ առանձին ոլորտ է դառը։ Դա օրինակ հիմա շատ պոպուլյար է մեր համարյա բոլոր աշխատանքներում այսօր, մենք անում ենք սենց schedule-ը։ Սկսում ենք learning rate-ը 0-ից, բարձրացնում ենք գծային, ինչ-որ այն արժեք, որը պետք է լինի մաքսիմում, ասենք 10-3 աստիճան։ Հետո մի քիչ կոնստանտ պահում ենք, մի քիչ չէ, մի քիչ շատ։ Լավ երկար կոնստանտ պահում ենք, հետո գծային իջնում ենք, դեպի մինչև 0։ Այդ հիմա դառնում է բավական պոպուլյար learning rate schedule ու ինչ-որ դեպքերում լավ աշխատում, այստեղ չգիտեմ, ես ոնց որ շատ ուժուր բրինից case-ը ես դեպքերում էլի չեմ կարող ասել, որ լավ աշխատում։ Դուք դες տարբեր բաներ փորձեք ու եկավ դասին բերեք թե որ setting-ով ամենալավ թիվը ով ինչա ստացել։ Հենց այս խնդրի վրա իր դատա, իր Jupyter-ները կա չէ, քաշում եք բանից, GitHub-ից, տրանեկան խաղում եք, տեսնենք ինչքան եք կարողացեք քերեք։ Այդ մի վարություն